Բիզնեսմեններից շատերի վիճակը այնքան էլ նախանձելի չէ, հատկապես երբ դու թղթով միլիոնատեր ես, իսկ աշխատավարձը եւ տարածքի վարձերը վճարելուց հետո քեզ մոտավորապես մի impeachment գումար է մնում։ Դա մի յուրահատուկ իրավիճակ է, երբ դու համ հարուստ ես, համ աղքատ։ Եվ այս պարագայում քո հիմնական գործը դառնում է ծախսերի ուղղությունը անընդհատ փոփոխել, այն հույսով, որ հնարավորինս քիչ կկորցնես արդյունքում։ Այս խնդրին չբախվելու համար պետք է մի քանի բան անել։ Պետք է նախ պլանավորել դրամական հոսքեր մի քանի ամսվա կտրվածքով, հստակ գիտենալով, թե որ ծախսը որ մուտքի հաշվին ես իրականացնելու, որպեսզի արդյունքում երբեք չունենաս դրամական միջոցների պակաս։ Երկրորդը, օրինակ ամեն ամիս հաշվապահից ստանալ ֆինանսական իրավիճակը կառավարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, օրինակ դեբիտական կամ կրեդիտական պարտքերի մասին ինֆորմացիա։ Եվ վերջապես ամենակարևորը, քեզ Եվս պետք է դիտարկես որպես աշխատակից եւ քեզ եւս վճարես քո աշխատավարձները նույն պարտաճանաչությամբ, ինչ վճարում ես մյուս աշխատակիցներին, որպեսզի մասշտաբավորման ճանապարհին երբեք չկորցնես քո մոտիվացիան։